Բարի ուշ երեկո։ Այսօր խոսելու եմ հանրային և անձնական շահի փոխկապակցվածության, ինչպես նաև պատասխանատվության մասին։ Ինչի համար է պատասխանատու ընտրողը, իշխանությունը, ընդդիմությունը, որպեսզի հասկանանք, թե ով ինչում է մեղավոր և որ չափով։ Մինչև անցնելը բուն թեմային, սկսեմ նրանից, որ քաղաքական ուժերի համար ընտրվելու ամենահեշտ տարբերակը թշնամանք գեներացնելն է և այդ թշնամանքի ֆոնին ձայներ հավաքելը։ Շատ ավելի հեշտ է պայքարել ընդդեմ, քան հանուն։ 2018 թվականին մարդիկ համախմբվեցին ընդդեմ Սերժ Սարգսյանի, այնուհետև 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին նորից գեներացվեց թշնամական մթնոլորտ, որը գեներացվել էր հենց իշխանության կողմից, և ընդդիմությունը փոխանակ ռացիոնալ այլընտրանք ձևավորեր, դառնար, սկսեց այդ թշնամանքի օրակարգում իր քարոզարշավը տանել։ 2021 թվականի ընտրություններին, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հիմնականում մարդկանց կոչ էր անում իրեն ընտրել, որպեսզի կանխեին նախկինների վերադարձը, այսինքն այդ թշնամանքը գեներացված էր նախկինների դեմ, իսկ ընդդիմությունը այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պայքարում էր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, խոստանալով իշխանափոխություն։ Արդյունքում նախկինները չգնացին այդպես էլ, որովհետև ձևավորված ազգային ժողովում 2021 թվականի ընտրություններով 3 ուժ անցան, որից 2-ը նախկիններ էին և իհարկե ՔՊ-ն։ Եվ իշխանափոխությունը, որը խոստացել է Ռոբերտ Քոչարյանը, նույնպես չիրականացավ, ժողովուրդը խաբվեց, շահեցին քաղաքական ուժերը։ 2026 թվականի ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը առաջ բերեց եռագլուխ պատերազմի կուսակցություն և նորից մարդիկ սկսեցին վախենալ ինչպես նախկին վարքերի վերադարձից, այնպես էլ հնարավոր պատերազմից։ Իսկ արդեն ընդդիմադիր առաջին ուժ դիրքավորված ուժեղ Հայաստանը նորից խոստացավ իշխանափոխություն և նորից սկսեց պայքարել հենց Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արդյունքում նորից ժողովուրդը խաբվեց և շահեցին քաղաքական ուժերը։ Ինչու է այնպես ստացվում, որ միշտ ժողովուրդը հայտնվում է խաբվողի կարգավիճակում։ Մինչև մեղավորներին անդրադառնալը, նախ սկսեմ նրանից, որ հիմնականում խաբվում են ժողովուրդները, որոնք չեն ցանկանում, ժամանակ չունեն կամ չեն ուզում հասկանալ և գիտակցել իրենց դերը և նշանակությունը քաղաքական պրոցեսներում։ Առավել ևս մի քանի անգամ խաբվելուց հետո ժողովուրդը կորցնում է վստահությունը, սկսում է այլևս չհետաքրքրվել և չի ցանկանում որևէ ազդեցություն ունենալ քաղաքական պրոցեսների վրա, ինչը ամենավտանգավորն է։ Նայեք, 21-րդ դարում մարդիկ շատ հաճախ առաջնորդվում են բացառապես անձնական շահերով, չհասկանալով, որ իրենց անձնական շահը մեծապես կախված է հենց պետական և հանրային շահերից։ Ի դեպ, այս հարցը անձնական և հանրային շահերի փոխկապակցվածության հուզել է տարբեր դարաշրջաններում շատ տարբեր մտածողների։ Օրինակ, Արիստոտելը նշում էր, որ մարդ չի կարող ապրել առանց պետության։ Մեջբերեմ նրա խոսքերը, նա ասում էր, որ եթե մեկը կարող է ապրել պետությունից դուրս, ապա նա կամ գազան է, կամ Աստված։ Արիստոտելը կարևորում էր այն, որ մարդը լիարժեք կարող է դրսևորվել միայն այլ մարդկանց միջավայրում, հետևաբար նա անձնական շահը մեծապես պայմանավորում էր հենց հանրային շահով։ Այստեղ մի շատ պարզ օրինակ բերեմ, պատկերացրեք դուք ունեք մեծ շքեղ դղյակ, որի շուրջ բոլորը աղքատություն է տիրում։ Արդյոք արժեք ունի ձեր դղյակը։ Արդյոք դուք կարող եք երջանիկ լինել այդ դղյակում, եթե ամեն օր այդ շուրջ բոլորը հավաքված աղքատները անդադար մտածում են ինչպես ներխուժեն ներս և թալանեն ձեզ։ Արդյոք այդ պայմաններում դուք կարող եք մտածել ձեր անձնական շահի մասին և լինել երջանիկ նման պայմաններում։ Հետևաբար, այլոց շահերի հաշվին, այլոց շահը անտեսելով, անձնական շահի մասին միայն մտածելը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև անձնական շահի ոտնահարման։ Այսինքն, յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ իր անձնական շահը մեծապես կախված է նաև հանրային շահից։ Ի դեպ, շատ հետաքրքիր մոտեցում ուներ նաև Թոմաս Հոբբսը այս հարցի շուրջ։ Նա կարծում էր, որ առհասարակ պետությունը ստեղծվել է ելնելով անձնական շահից։ Յուրաքանչյուր ոք ցանկանում է ապրել, պաշտպանել իր ունեցվածքը, իր ընտանիքը այնպիսի պայմաններում պահել, որ պաշտպանված լինի, և հենց դրանով պայմանավորված
մարդիկ ստեղծել են պետություն, որը պետք է երաշխավորի բոլոր մարդկանց անվտանգությունը եւ պաշտպանի մարդկանց։ Ըստ Գոբսի, առանց պետության յուրաքանչյուրը կսկսեր պաշտպանել բացառապես իր անձնական շահը, իր իմացած մեթոդներով, ձևերով եւ արդյունքում կլիներ բոլորի պատերազմը բոլորի դեմ։ Իդեպ, սա հենց այն վիճակն է, որը սկսում է ստեղծվել մեզ մոտ եւ դա կարմիր լույս է։ Սա վտանգավոր է պետության համար։ Պետությունը պարտավոր է երաշխավորել իր բոլոր քաղաքացիների պաշտպանվածությունը, անկախ նրանց քաղաքական եւ այլ տարբերություններից։ Պետությունը չի կարող ծառայել ինչ-որ մի խմբի շահերի սպասարկման համար։ Տեսեք, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ իր անձնական շահը մեծապես կախված է պետական եւ հանրային շահից, նա կսկսի շատ ավելի պատասխանատու կերպով մոտենալ իր կատարած ընտրությանը, իր տված քվեին, քանի որ նա կգիտակցի, որ այդ քվեն տալով նա լիազորում է տվյալ քաղաքական ուժին որոշելու իր եւ իր երեխաների ներկան, ապագան եւ կյանքի որակը եւ առհասարակ սահմանելու իր գոյության պայմանները։ Հիմա վերադառնամ նախորդ հատվածին։ Քաղաքական ուժերի համար շատ ավելի հեշտ է մարդկանց էմոցիաների վրա աշխատելով քվե ստանալ, քան առաջարկել ռեալ, ռացիոնալ լուծումներ եւ ծրագրեր։ Եվ քաղաքացին, երբ արդեն էմոցիաներով ընտրություն է կատարել ու խաբվել է, կարող էր դա կանխել, եթե ի սկզբանե հասկանար, որ այդ քաղաքական ուժը փորձում է իրեն մանիպուլացնել, այսինքն սևացնում է մրցակիցներին, թշնամանք է գեներացնում, փոխարենը լուծումներ եւ ծրագրեր առաջարկի իրեն։ Նաեւ քաղաքացին 3 հարց պետք է տա յուրաքանչյուր քաղաքական ուժի. ինչ է կանելու, երբ է կանելու, ինչ ճանապարհով է կանելու։ Այս հարցերի պատասխանները չստանալու դեպքում պետք է արձանագրել, որ տվյալ քաղաքական ուժը ձեզ խաբում է։ Այս հարցերին ինչ որ տեքստեր ի պատասխան ստանալու պարագայում, եթե արդեն արձանագրում եք, որ այդ տեքստերը, որոնք ասվել են, ճիշտ չէին, հերթական անգամ ֆիքսում եք, որ ձեզ արդեն խաբել են։ Սա նշանակում է, որ մյուս ընտրություններին այլևս չպետք է ձայն տաք տվյալ քաղաքական ուժին, քանի որ այն ձեզ խաբել է։ Որևէ պարագայում չի կարելի արդարացնել քաղաքական ուժերին։ Օրինակ ասել, դե որովհետև սա եղավ, նա եղավ, արդարացնելը ձեր խնդիրը չէ ամենևին։ Ձեր խնդիրն է հասկանալը, արդյոք այդ քաղաքական ուժը ձեզ խաբում է թե ոչ։ Եթե դուք արդեն տեսել եք, որ այդ քաղաքական ուժը ձեզ խաբել է, այլևս պետք չէ այդ ուժին վստահել, հարգելիներս։ Հաջորդը, եթե որևէ քաղաքական ուժ անարդար է վարվում, նույնիսկ ձեր թշնամու հանդեպ պետք չէ ուրախանալ, քանի որ ինչպես նախորդ հատվածում ասեցի, հանրային շահը մեծապես կապ ունի նաև ձեր անձնական շահի հետ։ Եվ եթե այսօր դուք հանդուրժում եք այդ անարդարությունը, որևէ արատավոր երևույթ, ինչ որ մեկ այլ մարդու նկատմամբ, նույնիսկ եթե այդ մեկ այլ մարդը ձեր թշնամին է, ում նկատմամբ դուք ունեք վատ վերաբերմունք, դրանով իսկ դուք կանաչ լույս եք վառում, որպեսզի վաղը այդ նույն անարդար երևույթը տեղի ունենա հենց ձեր նկատմամբ։ Հետևաբար, մենք պետք է պայքարենք արատավոր երևույթների դեմ, այլ ոչ թե պետք է ողջունենք, եթե այդ երևույթը տեղի է ունենում մեզ համար անցանկալի մարդկանց նկատմամբ եւ քննադատենք, եթե դա տեղի է ունենում մեր կամ մեր հարազատների նկատմամբ։ Այստեղ մի թարմ օրինակ բերեմ, տեսեք, Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։ Ես չեմ քննարկում նրան առաջադրված մեղադրանքը, ճիշտ է, սխալ է, մեղավոր է, անմեղ է, ես քննարկում եմ ձերբակալության ձևը։ Եթե մենք այսօր կարծում ենք, որ մարդուն, ով իր տան մեջ դիմադրություն ցույց չի տալիս, գետնին տապալելով ձերբակալելը ճիշտ է, ապա սա նշանակում է, որ մենք այդ երևույթը նորմալ ենք համարում։ Կարևոր չի այստեղ, թե դուք ինչ վերաբերմունք ունեք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Դուք կարծում եք նա թալանչի է, հանցագործ է, վատն է, էական չէ, բայց եթե դուք այսօր ճիշտ եք համարում նրան այդ կերպ ձերբակալելը եւ բերման ենթարկելը, նշանակում է դուք արդեն այսօր կանաչ լույս եք վառում, որ հետագայում նման երևույթ տեղի ունենա ձեր եւ ձեր հարազատների նկատմամբ։ Կամ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսները, որոնք արդեն քանի օր է փակ են։ Տեսեք, պետությունը նախքան փակելը պետք է նկատի ունենար հանրային շահը, այսինքն հասկանար ինչպես կազմակերպի, նույնիսկ եթե կան այնտեղ խախտումներ, ինչպես կազմակերպի այդ ամբողջ գործընթացը, որ արդյունքում չտուժի հանրային շահը։
Պետք է նկատի ունենալ, որ պետության յուրաքանչյուր գործողության հիմքում պետք է առաջնային տեղում լինի հանրային շահը։ Յուրաքանչյուր գործողություն, որը կատարում է իշխանությունը, պետք է հասկանա ինչքանով է վնասում այդ գործողությամբ հանրային շահին։ Իսկ մենք քաղաքացիներս, հանրությունը, մենք պետք է գիտակցենք նաև մեր պատասխանատվությունը և մեր ազդեցությունը։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ենք պատվիրատուն, մենք ենք վճարում թե իշխանությանը, թե ընդդիմությանը, մենք ենք պատվիրատուն և գնահատողը, այլ ոչ թե հակառակը։ Հիմա անցնենք պատասխանատվությանը։ Ինչ պատասխանատվություն ունի ընտրողը։ Ընտրողը առաջին հերթին պատասխանատու է իր քվեի համար։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ընտրողը պատասխանատու է իր ընտրության համար, այսինքն, մինչև ընտրություն կատարելը նա պետք է ուսումնասիրի տվյալ քաղաքական ուժի ներկայացրած ծրագիրը, թեկնածուներին, որից հետո արդեն հասկանա, արդյոք այդ ուժը կարող է իրագործել իր կողմից մատնանշված ծրագիրը, թե ոչ։ Այնուհետև ընտրություն կատարելուց հետո ընտրողը պարտավոր է նաև մնացած ամբողջ ժամանակահատվածում վերահսկել իր կողմից ընտրած քաղաքական ուժին։ Պետք է ընտրողը կարողանա նաև գնահատել այդ ուժի նախկին արդյունքները։ Պետք է նաև գիտակցի իր ընտրության հետևանքները։ Այսա շատ կարևոր է։ Տեսեք, դուք քվե տալով, ընտրություններին քվեարկելով, փաստացի լիազորում եք, որ ձեր փոխարեն որոշումներ պետք է կայացնի տվյալ քաղաքական ուժը։ Այսինքն դուք ձեր երեխաների կյանքը, կյանքի որակը, ներկան, ապագան վստահում եք այդ քաղաքական ուժին։ Այդ ուժը ձեր փոխարեն կայացնելու է ձեր կյանքի կարևորագույն, այսինքն ձեր կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող որոշումները։ Ընտրողը նաև պետք է կարողանա վերահսկել իր ընտրած քաղաքական ուժին։ Իդեպ մենք այստեղ նույնպես ունենք լրջագույն խնդիր։ Հիմնականում մարդիկ, ովքեր ընտրել են այս կամ այն ուժին, հաջորդիվ տարիներին փորձում են արդարացնել այդ ուժի բոլոր սխալները և բոլոր գործողությունները, ինչը շատ վնասակար և վտանգավոր է։ Տեսեք, երբ դուք ընտրում եք որևէ քաղաքական ուժին, դուք ոչ թե պետք է նրանց փոխարեն ամեն անգամ արդարանաք, նրանց համար արդարացումներ փնտրեք, փորձեք ապացուցել, որ նրանք լավն են, այլ հակառակը, հենց առաջինը դուք պետք է նրանց սխալները գտնեք, մատնանշեք և ստիպեք նրանց ուղղել այդ սխալները։ Դուք պետք է գիտակցեք, որ դուք պահանջատեր եք, դուք պետք է նրանց պահանջ ներկայացնեք և վերահսկեք նրանց գործողությունները, այլ ոչ թե արդարացնեք։ Ամենակարևոր կետը նաև, որը պետք է յուրաքանչյուր ընտրող հասկանա, որ դա տաբու է, դա կաշառք վերցնելն է, այսինքն գումարի դիմաց ընտրություն կատարելը։ Տեսեք, այստեղ անձնական շահի խնդիր է հենց, որովհետև յուրաքանչյուր մարդ, եթե գիտակցի, թե ինչ լուրջ պատասխանատվություն է ընտրությունը, այսինքն այդ քվեով նա լիազորում է տվյալ քաղաքական ուժին իր և իր երեխաների համար կարևորագույն որոշումների կայացումը, ապա նա որևէ գումարի դիմաց չի գնա և ընտրություն չի կատարի, այլ կնստի, կմտածի, կվերլուծի և պատասխանատվությունը գիտակցելով արդեն քվեն կտա որևէ քաղաքական ուժի։ Որն է քաղաքական ուժերի պատասխանատվությունը։ Քաղաքական ուժերի պատասխանատվությունը ի տարբերություն ընտրողների շատ ավելի լայն է։ Տեսեք, քաղաքական ուժը նախ պետք է ունենա հստակ ծրագիր, օրակարգ։ Օրինակ, 2021 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը խոստանում էր իշխանափոխություն, իսկ այնուհետև 2026 թվականին Սամվել Կարապետյանն էր խոստանում իշխանափոխություն, փաստացի ընտրություններից հետո պարզ դարձավ երկու պարագայում էլ, որ այս երկու ուժերը չունեին ծրագիր, ինչը նշանակում է, որ նրանք խաբել էին իրենց ընտրողներին։ Իդեպ նույնը արել էր նաև Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, արդյունքում անելով լրիվ հակառակը։ Սա նույնպես նշանակում է, որ նա չուներ ծրագիր և խաբում էր մարդկանց։ Քաղաքական ուժը պարտավոր է անկեղծ լինել, այլ ոչ թե սեփական շահերի համար խաբել մարդկանց։ Տեսեք, նույն Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, եթե անկեղծորեն ներկայացնեին իրավիճակը, առաջարկեին լուծման իրենց տարբերակները, որևէ մեկը նրանց ոչինչ չէր կարող ասել։ Բայց այս պարագայում, երբ նրանք արդեն ակնհայտորեն խաբում են և ոչ մեկ անգամ, արդեն բնականաբար ընտրողների մոտ ոչ միայն հարցեր են առաջանում, այլ նաև վստահության բավականին լուրջ բաց է առաջանում։ Քաղաքական ուժը իշխանություն դառնալուց հետո արդեն պատասխանատու է իր տված խոստումների համար։ Իշխանությունը պարտավոր է ուղղակի հոգալ,
բոլոր քաղաքացիների պաշտպանված լինելու հարցը, անկախ նրանից ընդդիմադիր են, ընդդիմադիր չեն, իր աջակիցներն են, իրեն քննադատում են, իրեն չեն սիրում, իշխանությունը հենց նրա համար է, որ այդ բոլոր մարդկանց իրավունքները երաշխավորի, քանի որ մենք խոսում ենք պետության մասին։ Հաջորդը, քաղաքական ուժը կրում է քաղաքական պատասխանատվություն, խոսքը իշխանության մասին է, իշխանության եկած քաղաքական ուժը։ Ինչ է սա նշանակում, այսը շատ կարևոր է։ Տեսեք, երբ քաղաքական ուժը արդեն ստացել է քվե եւ դարձել է իշխանություն, դա նշանակում է, որ արդեն իր կայացրած բոլոր որոշումների համար պատասխանատու է ինքը, այլ ոչ թե ժողովուրդը։ Ժողովրդի պատասխանատվությունը ավարտվում է քվե տալով։ Երբ ժողովուրդը քվե է տալիս որևէ քաղաքական ուժին, դա նշանակում է, որ տվյալ անձը երաշխավորում է, լիազորում է այդ քաղաքական ուժին իր անունից, իր փոխարեն որոշումներ կայացնել։ Այդ կայացրած որոշումների համար պատասխանատվություն է կրում բացառապես այդ քաղաքական ուժը։ Հետևաբար, երբ որևէ ձևով մենք լսում ենք, որ ժողովուրդը որոշեց, ժողովուրդը ասաց, ժողովուրդը այսպես է ուզում, ժողովուրդը այնպես է ուզում, ժողովուրդը իր կամքը դրսևորում է ընտրությունների ժամանակ, քվեարկության արդյունքում, ինչը նշանակում է, որ քվեարկությունից հետո ժողովրդի պատասխանատվությունը այլևս ավարտվում է եւ 5 տարի անց արդեն ժողովուրդը գնահատում է տվյալ իշխանության կողմից որոշումների կայացնելու արդյունավետությունը։ Այսինքն այստեղ շատ կարևոր է ֆիքսենք, որ ժողովուրդը ընտրություններից հետո այլևս որևէ պատասխանատվություն չունի քաղաքական ուժի կամ ուժերի կողմից կայացրած որոշումների համար։ Հիմա հասկանանք, թե ինչ պատասխանատվություն ունի ընդդիմությունը։ Ընդդիմության ամենալուրջ պատասխանատվությունը դա իշխանությանը վերահսկելն է։ Իդեպ սա հենց այն է, ինչը չի ստացվել 2021-ից 26 թվականին ազգային ժողովում հայտնված ընդդիմադիր ուժերի մոտ եւ չի ստացվի, կարծում եմ, նաեւ ավելի շուտ վստահ եմ 2026 թվականի ընտրություններով ազգային ժողով անցած ուժեղ Հայաստանի եւ նորից Հայաստան դաշինքի մոտ։ Ինչու՞? Շատ պարզ, որովհետեւ իշխանությանը վերահսկելու համար տվյալ քաղաքական ուժը չպետք է ունենա որևէ կաշկանդվածություն, կապվածություն, կախվածություն, իսկ եթե կա արդեն խոշոր կապիտալ, այլևս դրա մասին կարող ենք չխոսել։ Ընդդիմությունը պետք է նաև կարողանա ռեալ այլընտրանք առաջարկել եւ դառնալ իշխանությանը։ Եթե ընդդիմությունը փորձում է տեղավորվել իշխանության կողմից առաջարկած ծրագրի մեջ, ինչը մենք տեսել ենք 2026 թվականի ընտրություններով, այսինքն այն օրակարգը, որը առաջարկում էր ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, քաղաքացիական պայմանագիրը, էականորեն տարբերություններ չունեին։ Այս պարագայում արդեն մարդկանց մոտ հարց է առաջանում, թե օրինակ ինչու պետք է փոխարինել իշխանությանը, եթե ընդդիմությունը ռեալ այլընտրանք չի կարողանում առաջարկել, չի կարողանում առաջարկել մի ծրագիր, որը էականորեն տարբերվում է իշխանության վարած քաղաքականությունից։ Իդեպ ընդդիմության դեպքում կործանարար է մանիպուլյացիոն հնարքները։ Եթե իշխանությունը օգտագործելով մանիպուլյացիոն հնարքներ կարող է ինչ-որ պահի շտկել, հա, օրինակ նույն 2026 թվականի ընտրություններին մենք տեսանք, որ ընտրությունների նախաշեմին թոշակներ բարձրացվեցին, համընդհանուր առողջապահական ապահովագրությունը ներդրվեց։ Ընդդիմության պարագայում օրինակ նույն Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ինքը լինելու է հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը, չեղավ եւ միանգամից արդեն այդ վստահությունը փլվեց։ Երբ քաղաքական ուժերը խաբում են ժողովրդին, սա ցույց է տալիս նրանց անլուրջ վերաբերմունքը ժողովրդին եւ նաեւ իրենց պատասխանատվության չգիտակցումը։ Տեսեք, նույն Ռոբերտ Քոչարյանը, երբ 2021 թվականին խոստացավ, որ կրելու էր, փաստացի դա տեղի չունեցավ։ Հիմա, երբ որոշ մարդիկ ասում են, թե ինչ պետք է ասեին, ընտրությունների էին մասնակցում, ոչ էին ասելու, որ կրվելու ենք, այս պարագայում ինձ մոտ առաջանում է հարց։ Հետևաբար նույն Նիկոլ Փաշինյանին մենք մեղադրում ենք, չէ՞ որ 44 օրյա պատերազմի ամբողջ ընթացքում մեզ ասում էր հաղթելու ենք։ Հետո էլ որպես արդարացում ասեցին, դե պատերազմ էր, հո չէինք ասելու, որ պարտվելու ենք։ Բոլոր պարագաներում էլ, այսինքն թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սամվել Կարապետյանի, թե Նիկոլ Փաշինյանի երեքի դեպքում էլ նրանք խաբել են ժողովրդին, անկեղծ չեն եղել ժողովրդի հետ, ինչը նշանակում է, որ այդ ուժերը, այդ մարդիկ չեն գիտակցում իրենց քաղաքական պատասխանատվությունը եւ անլուրջ են վերաբերվում այն մարդկանց, ովքեր փաստացի իրենց քվե են տվել, վստահել են իրենց։
Շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը հասկանան, որ հանրությունը, քաղաքացիները իրենց պատվիրատուներն են, այլ ոչ թե իրենց ստրուկները, ում կարելի է խաբել, հետո իրենց բառերով ասած կռուտի տանել, դե միևնույնն է չեն հասկանալու, չի կարելի այդպես։ Ամփոփելով նշեմ, որ մենք սխալվելու ժամանակ էլ չունենք։ Ես իհարկե չեմ վախեցնի, չեմ ասի 300,000 ադրբեջանցիներ են գալու, սա է լինելու, նա է լինելու, հեսա մեզ կոտորելու են, սպանելու են, բայց իրականում այո, այսօր կա ռեալ վտանգ պետության համար, կա ռեալ վտանգ մեր ինքնության համար եւ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի մենք բացատրենք մարդկանց իրենց իրավունքները, պարտականությունները, այն իրավիճակները, որոնք կատարվում են եւ ձգտենք միասնականության։ Սա շատ կարեւոր է։ Հույսներս դնենք միայն մեր վրա, մեր հանրության վրա, եսի նկատի ունեմ։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա միասնության պարագայում արդեն այդ քաղաքական ուժերը թող ընտրություն կատարեն, ինչն է իրենց համար առաջնային, իրենց առաջնորդների անձնական շահը սպասարկելը, թե հանրային շահը առաջին տեղում դնելը։ Այսօր այսքանը, լավ եղեք, նշեմ նաև, որ այսուհետ իմ եթերները կհեռարձակվեն երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին ժամը 10:30 YouTube-ում, Անալի TikTok ալիքում, իսկ 11:30 արդեն Facebook-յան իմ էջում։ Լավ եղեք, կհանդիպենք։